Բարի օր, ինչպես ամեն շաբաթ այսօր եւս հանրային ռադիոյի եթերում Հանրամեդիայի հերթական թողարկումն է, ովքեր հասցրել էին այս մեկ շաբաթվա ընթացքում ինձ մոռանալ ներկայանամ, ես Լևոն Սարդարյանն եմ, եւ այսօր իմ հետ իմ զրուցակիցներն են, քննարկման մասնակիցները, երբեմն միգուցե նաեւ հակադրվողներն են, Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի փորձագետ Էլիա Հարությունյանը եւ Armenpress գործակալության թղթակից Վան Նովիկովը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մեր հաղորդաշարի շրջանակում մենք հիմնականում փորձում ենք բացի նրանից, որ քննարկում ենք մեդիադաշտի խնդիրները, որոնք քիչ չեն, այսօր մի քիչ ավելի այլ տեսանկյունից կփորձենք իրերին, այսպես կամ իրադարձություններին մոտենալ, որովհետև ըստ էության թե տեղեկատվական դաշտը, լրատվական դաշտը մասնավորապես, թե մի շարք այլ ակտորներ հիմնականում Համենայն դեպս գոնե հայտարարում են, որ առաջնորդվում են հանրային շահով, այսինքն հանրությանը տեղեկատվության մատակարարմամբ եւ որ այդ տեղեկատվությունը լինի հնարավորինս անկողմնակալ եւ բազմակողմանի, բայց այստեղ խնդիր է առաջանում կապված տեղեկատվության իրականության հետ, որքանով է համապատասխանում այս կամ այն տեղեկատվությունը իրականությանը եւ եթե լրագրողները ունեն որոշակի այդ թվում նաեւ բավական պրոֆեսիոնալ գործիքներ, որ կարող են ստուգել ինֆորմացիան, կարող են ստուգել ֆոտոն, կարող են ստուգել, ասենք, չգիտեմ, տեսագրությունը, որքանով է դա գեներացված արհեստական բանականությամբ, թե ընդհանրապես գեներացված է թե ոչ, բացառիկ սպառողը մարդիկ, որոնք հենց հիմա մեզ լսում են, այդ գործիքակազմից չունեն եւ դա խնդիր է առաջացնում, որովհետեւ շատ այնքան էլ ոչ բարեխիղճ մարդիկ, կազմակերպություններ, խմբեր օգտվում են դրանից։ Հիմա ինչ անի սովորական շարքային քաղաքացին տանը նստած, եթե հանկարծ կասկածում է այս կամ այն տեղեկության կեղծ լինեն։ Շնորհակալություն, շատ կարևոր հարցերի մասին ենք կարծում եմ այսօր խոսելու, ապա տեղեկատվությունը, դրա դրսևորումները, տեղեկատվական միջավայրի աղտոտվածությունը, որոնք ընդհանուր, ինչպես դուք նշեցիք ձեր խոսքում, հակասում են եւ հակընդդեմ են հանրային շահին, որովհետեւ ցանկացած տեղեկատվական աղտոտվածություն որևէ կերպով ազդելու է հասարակության ներկայացուցիչների վրա։ Ինչ անի, նախ առաջինը մոտենա ցանկացած լուրի տեղեկատվության, որ կարդում է քննադատաբար։ Ամեն տեսած լուր չէ, որին պետք է հավատալ։ Առավել ևս ամեն տեսած լուր կամ տեղեկատվություն չէ, որը պետք է այդ կոճակի մեկ հպումով տարածել եւ դառնալ միջոց, որպեսզի քո միջոցով այդ տեղեկատվությունը տարածվի։ Ստուգի մինչև կհավատա լուրին, ստուգի լուրը տարբեր աղբյուրներում, մի քանի աղբյուրներում, որոնք ինքը համարում է վստահելի, ստուգի պաշտոնական հայտարարությունները, վստահելի լրատվամիջոցները, կանգ առնի մի պահ վերլուծի եւ հետո նոր որոշի պետք է տարածել իր լսարանին, իր բարեկամների, հարազատների, ընկերների շրջանում, թե ոչ։ Միայն այդ ձևով եւ այդ գիտակցմամբ, որ ցանկացած քայլով ինքը եւս կարող է դառնալ գործիք այդ սխալ, կեղծ, մանիպուլացված տեղեկատվությունը տարածելու միտված անձանց կամ դերակատարների ձեռքին, արդեն այդ գիտակցումը պետք է ստիպի մեկ քայլ հետ կատարել եւ մտածել այդ գործողություններն անելուց առաջ։ Որպես քաղաքացի հաճախ եմ ինձ պատկերացրել, եթե ես չաշխատեի լրագրության ոլորտում, ինչ կանեի, առաջին հերթին ժամանակին շատ էին պատահում ապատեղեկատվական մանիպուլյացիոն բնույթի տեղեկատվություն, որտեղ երբեմն լինում էր, որ ամսաթիվը, բառս ամսաթիվը մոտ 5 տարվա հնությամբ էր, երբեմն պատահում էր մի 1 տարվա հնությամբ, բայց այդ լուրը շատ ակտիվ տարածվում էր, ընդհուպ արդեն գալով լրատվադաշտ, որպեսզի այնքան տեսանելի, որպեսզի մենք էլ տեսնենք, եւ բացելով այդ նյութը առաջինը ուշադրություն էի դարձնում հենց ամսաթվին, որովհետեւ այնքան ակնառու էր, որ դա ապատեղեկատվություն է։
որ անհնար էր ուղղակի մի պահ հայացք չնետես, որ թվականին է, որովհետև դա նույնիսկ տարեթվի խնդիր էր առաջացնում, քանի որ անհնար էր այդ դեպքը տեղի ունեցած լիներ նոր։ Հետո աղբյուրների ընտրությունն է կարևոր, քանի որ սունկ կայքեր կային, այդ աղբյուրները օրինակ կարելի էր ուշադրություն դարձնել, որ վերնագրերը շատ արտառոց են։ Երբեմն ասենք հասարակության կողմից Facebook-յան հատվածում եւ այլն շատ էի նկատում, որ տարածում են սունկ կայքերի այն տեղեկատվությունը, որոնք շատ արտառոց վերնագրեր էին դնում այս կամ այն լուրի, երբեմն մտնում էր նույնիսկ վերնագիրը չէր համապատասխանում նյութին։ Ռոնալդուն ապտակեց Իլհամ Ալիևին, տեսեք ինչ է տեղի ունեցել եւ այլն, գուցե Ռոնալդուի թիկնապահները բնավ։ Այո, գուցե սա ծայրահեղ դրսևորումն եմ ես ներկայացնում, բայց կային նման բնույթի վերնագրեր։ Չէ, բայց ինչի ծայրահեղ, եթե ասենք 500,000 հավանում ուներ այդ գերարումը։ Դա ծայրահեղ չի։ Դա ըստ էության խոսում է այն մասին, թե ինչ կարգի մեդիագիտության հետ մենք գործ ունենք ցավոք սրտի հասարակության շրջանում, որովհետև շատերը դա անցալում էին որպես իրական տեղեկատվություն։ Հերո չգնամ քաղաքական գործիչներից մեկը այս վերջերս ինքը մեմի է արդեն այդ իմաստով վերածվել, ամենայն դեպս գոնե քաղաքականապես հասուն մարդ կան շրջանում, մարդը դեսպան աշխատել, լեսա աշխատել, բան եւ այլն, ինչ որ չգիտեմ, ֆրանսիական միստրալները հայկական Հայաստանի երկնքում են, բանես կարգի ինչ որ վերնագրերով, նյութերով է կիսվում, հասկանում եք, ու ահագին մարդ դա լուրջ է ընդունում։ Բայց վերջին շրջանում այդ արտառոց վերնագրերով նյութերի նկատմամբ նկատել եմ, ես անընդհատ հետևել եմ այդ տենդենսներին, նկատել եմ, որ հասարակությունը արդեն այլ դիտանկյունից է նայում եւ քննադատություններ եմ նկատում այդ տվյալ սունկ կայքերի նկատմամբ, հետևում եմ մեկնաբանություններին վերնագրից հետո, բայց կա նաև այս խնդիրը, որ հասարակության շատ անդամներ վերնագրով են դատում նյութի մասին, այսինքն յուրաքանչյուր մանիպուլյացիոն բնույթի վերնագիր Facebook-յան հատվածում հատկապես կարող է աշխատել, քանի որ չեն մտնում կարդում նյութը համենայն դեպս ոչ մեծամասնությունն է վերնագրի այդպիսի զգացմունքներ, էմոցիա առաջացնող վերնագրերի դեպքում մտնում եւ ամբողջական նյութը կարդում, որովհետեւ շատ հնարավոր է, որ տվյալ վերնագիրն ու նյութի բովանդակությունը չհամապատասխանեն, եղել են նման դեպքեր, փորձից ելնելով, որ ես էլ եմ կարելի ասել, ընկել թակարդը, բայց դա զուտ ուսումնասիրության բնույթ է կրել, տեսնեմ արդյոք նման վերնագրի դեպքում նյութի բովանդակությունը կհամապատասխանի եւ դա տեղի չի ունեցել հերթական անգամ ես համոզվել եմ որ փաստորեն վերնագիրը դեռ ամեն ինչ չէ վերնագիրը քանի որ ներկայումս արհեստական բանականությունն էլ է սկսել աշխատել, այսինքն արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութեր, լուսանկարներ, երբեմն ինչու՞ չէ նաև նման բնույթի հոդվածներ եւ նյութեր են գեներացում արհեստական բանականությամբ եւ շատ նկատելի է որ երբեմն հայերենին այնքան էլ չի համապատասխանում հայերեն գրված այս կամ այն նյութը, որը գեներացվել է արհեստական բանականությամբ, այդ դեպքում մեծ հնարավորություններ են ընձեռվում հին ավանդական, այսպես ասած, մեթոդները, օրինակ եւ Google-ը եւ Yandex-ը որոնողական իրենց համակարգում հնարավորություն են ընձեռում, օրինակ ստուգել պարզ մեթոդով, օրինակ ներբեռնել լուսանկար իր մեջ ներբեռնել եւ տեսնել այդ լուսանկարը ինչ է իրենից ներկայացնում, որտեղից է գեներացվել, նույնը տեսանյութից արված սկրինշոթի դեպքում Հիմա ներողություն եմ խնդրում նոր գործիք էլ չէ ավելացավ արդեն Պոպոակը եթե չեմ սխալվում 3 օր առաջ ներկայացրեց այդ գործիքը ստուգել եմ, հա այդպես էր կոչվում։ Այո, 3 հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն բակի կողմից ներկայացվեց նոր գործիք, որի հիմքում արհեստական բանականության նոր տեխնոլոգիաներն են դրված։ Գործիքը ուղղված է հանրության լայն զանգվածներին, այսինքն նպատակը ոչ թե պրոֆեսիոնալ մարդկանց տալ գործիք, որպեսզի նրանք կարողանան
իրականացնել փաստերի ստուգում, այլ նպատակն է տալ հանրության բոլոր շերտերին գործիք, པարզ գործիք, որի միջոցով նրանք կարող են ստուգել լուրի կամ նյութի կամ պնդման բովանդակությունը արդյոք ճիշտ է, հերքված է, հուսալի է կամ չի համապատասխանում իրականությանը, ապատեղեկատվությունը, դրա մասին կան անդրադարձներ մեդիայում եւ տարբեր հանրային քաղաքական գործիչների կողմից։ Այդ գործիքը ես ուզում եմ հասկանալ ինչ տրամաբանությամբ է աշխատելու, որովհետեւ եթե ասենք, չգիտեմ, ինչ որ մեկը պնդում է, որ մածունը սև է, ենթադրենք։ Ես ասում եմ, չէ, մածունը սպիտակ է, այսինքն ըստ էության ես հերքեցի այն պնդումը, որ մածունը սև է։ Հիմա այդ գործիքը ո՞նց է որոշելու, որ մածունը այնուհանդերձ ինչ գույն ունի։ Գործիքը համադրում է արկա փաստերը, ներկայացնում է, որ հուսալի համարվող կայքերում արկա է ավելի շատ այս պնդումը, կան նաև այլ տեսակետներ, որոնք ոչ այնքան հուսալի լրատվակայքերում են ներկայացվում եւ ներկայացնում է երկու հակադիր կարծիքներն էլ, դրա հիման վրա կազմում է որոշակի եզրակացություն, որից հետո արդեն կա աղբյուրների ցանկացած մարդ կարող է բացել, կարդալ, թե ինչի հիման վրա է այդ գործիքը տվյալ եզրակացությունը։ Հիմա Հայաստանում հիբրիդային պայքարի պայմանական եմ ասում, երկու ճակատ կա, ներքին ճակատ եւ կա արտաքին ճակատ։ Արտաքին ճակատը այսպես մի հատ առանձնացնենք ու փորձենք հասկանալ այնտեղ այդ դաշտում ինչ է տեղի ունենում, օրինակ իրազե քաղաքացիների միավորումը վերջերս Միացյալ Նահանգների մի քանի սենատորի ցանկ էր ներկայացրել այն օկտահաշիվների, ընդ որում չէին ներառել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին։ Այն օկտահաշիվներին, որոնք միջազգային տարբեր հարթակներում, սոցիալական ցանցերում տարածում են Հայաստանի ընտրական գործընթացների մասին մասնավորապես եւ ընդհանրապես Հայաստանի մասին վարկաբեկող տեղեկատվություն, ընդ որում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ Ջինշայն եւ Թոմ Թիլիսը դիմել են Մետային եւ Ալֆաբետին, խնդրելով արգելափակել այդ օկտահաշիվները, ոչ միայն արգելափակել, այլև հետեւողականորեն սկսել պայքարել դրանց դեմ հասկանալի պատճառներով, որովհետեւ Հայաստանի ընտրությունները կարևորվում են ոչ միայն մեզ համար բնականաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլև մեր գործընկերների համար եւ դրա պատճառը թերևս նույնպես հասկանալի է։ Հիմա մենք այս ամենը հաշվի առնելով եմ ասում։ Հիմա հարց եմ տալիս ձեզ որպես պոակի ներկայացուցիչ, ձեզ որպես պետական լրատվամիջոցի ներկայացուցիչ։ Մենք իրոք հիբրիդային հարձակման թիրախում ենք, թե այսպես միֆ է, այսպես սիրուն կամ վախեցնող բառակապակցություն։ Նախ ծանոթ չեմ այդ հոդվածին, մինչև դրա հետ կապված որևէ մեկնաբանություն անելը պետք է ծանոթանամ հիբրիդային հարձակման հետ կապված հիբրիդային հարձակումները առհասարակ մեկ բաղադրիչ չեն ունենում, դրանք մի քանի բաղադրիչներ ունեն, տնտեսական, տեղեկատվական, այլ բաղադրիչներ։ Ես կարող եմ ներկայացնել տեղեկատվական բաղադրիչի հետ կապված որոշակի դիտարկումներ։ Տեսնում ենք, որ լինում են կոորդինացված արշավներ, այդ արշավները վերլուծվում են, հավաքագրվում են անպայման, դրա հիման վրա կատարվում է վերլուծություն եւ փոխանցվում է համապատասխան գերատեսչություններին։ Անհրաժեշտության դեպքում, երբ որ տեսնում ենք, որ արշավը այնքան դիպուկ է եւ կարողանում է թիրախավորել հանրային քննարկումները մեր երկրում, լինում են պաշտոնական հերքումներ, հաստատումներ գուցե եւ մեկնաբանություն տվյալ տեղեկատվության հետ կապված։ Դրանով մենք փորձում ենք կանխել ապատեղեկատվության տարածումը։ Հնարավոր չէ կանխել ապատեղեկատվությունը, որովհետև ամեն դեպքում լինելու են հարթակներ, որոնք դրանք ստեղծելու են միտումնավոր կամ պատահական որոշակի թիրախներով կամ առանց թիրախների, բայց հնարավոր է հանրության գիտակցությունը բարձրացնել նրան, որ չդառնա գործիք դրանք տարածելու հարցում եւ հավատալու հարցում ընդունելու որպես ճշմարտություն։ Հիբրիդային որպես այդպիսի ձևակերպում առայժմ
չեմ կարողանա բանաձևել արդյոք դա իր սահմաններում է գտնվում, բայց այն որ հաճախ ենք ստիպված լինում հերքել հասարակության ամենանուրբ այսպես զգացմունքներին դիպչող տեղեկատվություններ վերջերս ավելի հաճախ է պատահում, ինչը օրինակ չկար ասենք 2-3 տարի առաջ եւ այլն, որովհետեւ ինքը շատ սուր այսպիսի ձևակերպումներ կան, ասենք օրինակ չգիտեմ երեխաներին ներառող ժողովրդի ամենանվիրական զգացմունքներին դիպչող, որը այնպիսի համակարգված է արվում, որ դրան հեշտ է հավատալ։ Եթե դու ոլորտի գործող լրագրող չես կամ մի պահ կտրվել ես լրատվադաշտից եւ դա արդեն հիմք է տալիս լինելու ավելի զգոն եւ հասկանալու, որ համենայն դեպս համակարգված մոտեցում կա, եթե չասենք ինքը հիբրիդային պատերազմ է եւ այլն, համակարգված մոտեցման տեղեկատվություն տարածելու եւ ժողովրդի նվիրական հասարակության նվիրական զգացմունքներին կպնելու այդ տենդենսը նկատելի է մեր։ Հիմա ես կարող եմ օրինակ բերել, տեսեք, մի գիծ այսպես բացենք, որ ռադիոլսողների եւ մեր YouTube-յան հետևորդների համար էլ հասկանալ լինի ինչի մասն է խոսքը, գիծ։ Կետ առաջին Հայաստանի իշխանությունները Թուրքիային համաձայնություն են տվել Երևանում կառուցել 10 մզկիթ, հա, շրջանառվեց, պտտվեց։ Երկրորդ հանգրվան կետ Հայաստանի իշխանությունները քանդում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, երկրորդ կետ Երրորդ կետ, արդեն դա երեկվան էր վերաբերում ապրիլի 24-ին, հիմա այսօր ապրիլի 25-ն է, հանրային հեռուստաընկերությունը կրճատել է ցեղասպանության հուշահամալիրից հեռարձակումների քանակը ծավալի իմաստով։ Երրորդ կետ։ Այսինքն այս 3 կետերը երբ միավորում ես, ինքը տրամաբանական գիծ է դառնում, չէ՞։ Այդ տրամաբանական գծին չհավատալը չիմացող մարդու համար բավական դժվար է, որովհետև ինքը չունի գործիքակազմ, որով ինքը պիտի ստուգի, իսկ մենք գիտենք, գոնե ես գիտեմ, որպես այսպես իմ տևական աշխատանքային փորձից գիտեմ, որ հերքումները ծածկում են տեղեկատվության ընդամենը 10%-ը, այսինքն 90%-ը մնում է այն առաջին ապատեղեկատվական բեռի տակ, այսպես ասենք։ Հիմա ու մենք անընդհատ ու պարբերաբար նման իրավիճակներ ենք բախվում, ես ընդհանրապես մեկը բերեցի, դրանք տասնյակ օրինակներ կարող եմ բերել։ Հիմա ինչ անի քաղաքացին այս ինֆորմացիայի հետ։ Նախ դուք շատ փայլուն ներկայացրեցիք այդ ապատեղեկատվական արշավների հետագիծը, հա, սկզբից պլանավորվում է, այնուհետև մի քանի նույն օրինակ, հա, նույն գծի մեջ գտնվող նյութերով ձևավորվում է պատումը եւ այդ պատումը նարատիվը, այսպես ասած, հրամցվում է հանրությանը։ Հնարավորինս պետք է այս դեպքում կարծում եմ ողջ հասարակությունը կամ հասարակության ինտելեկտուալ հատվածը այդ առաջամարտիկի դերը ստանձնի եւ փորձի ուղղորդել են քաղաքացիներին, որոնց համար ավելի բարդ է կողմնորոշվել այս տեղեկատվական հորձանուտում, ինչպես արդեն նշեցինք որոշակի գործիքներ, որքան հնարավոր է ստեղծվում եւ փորձ են արվում տրամադրել հասարակ քաղաքացիներին, անհատներին, մարդկանց, որոնք տեղեկատվական ոլորտի փորձագետներ չեն, եւ փորձել, որպեսզի այդ տեղեկատվությունը առնվազն չվնասի նրանց իրենց առօրյա կյանքում, որոշումներում եւ առհասարակ իրենց բնականon կյանքին։ Հարցի հաջորդ հատվածը Չէ, ինքը քննարկում է, այնպես չէ, որ ես հիմա հարցեր եմ տալիս, դուք պիտի պատասխանեք, ուղղակի քննարկում ենք, երբեմն նաև կարող ես բարձրաձայն մտածել։ Ինչ անի մարդը, լավ, արի այսպես ասենք, հա, Վան, տես, մենք խնդիր ունենք որոշ դեպքերում, նաև խնդիր ենք ունենում լրագրողի կամ լրատվամիջոցի բարեխղճության հետ։ Այսինքն լրագրողը կամ լրատվամիջոցը, որը իմանալով, որ ինքը ակնհայտորեն մոլորվել երբեմն լինում է իմ հետ էլ եղել, հա, ես էլ եմ սխալվել, անսխալական այստեղ ոչ ոք չկա։ Ես էլ եմ սխալվել, հետո ներողություն եմ խնդրել այդ արած սխալի համար, դա արել եմ եթերում, հրապարակային եմ արել։
այսինքն սխալվելու իրավունք ունեն բոլորը, այնպես չի, որ անսխալականներով հավաքվել ենք, հիմա մնացածին քննարկում են, բայց այստեղ մարդկային ու ոչ միայն մարդկային, նաև մասնագիտական բարեխղճության խնդիր է առաջանում, երբ մարդիկ իմանալով ակնհայտորեն, որ կեղծ տեղեկատվության հետ գործում են, ինչա թե դա կապնում է որոշակի քաղաքական շրջանակի կամ սպասարկում է որոշակի քաղաքական շրջանակի շահերը, շրջանառում են տեղեկատվությունը, հետո այն ժամանակ, երբ համոզվում են, որ ինքը բավականաչափ տարածվել է, ինչ են անում, սկզբնաղբյուրը ջնջում են, բայց այն տարածվածները մնում են դաշտում։ Ինչ անենք այդ դեպքերի հետ, եղբայր պատվական։ Եթե լրագրողական գործունեության մասով է, որ պետք է գտնել այդ նյութի սկզբնաղբյուրը, ապա էլի որոնողական համակարգերը իրենց մեջ ունեն գործիքակազմ, որոնք պահպանում են այդ քեշ կոչվածում, պահպանում են այդ նյութերի ծագումը, ժամկետները, նույնիսկ հնարավոր է պրոֆեսիոնալ գործիքակազմով գտնել։ Իսկ եթե մեր նախորդ հարցադրումից հասարակ քաղաքացուն է վերաբերում, որ ինչպես ինքը մոտենա տվյալ լուրերին, ապա պետք է ուշադրություն դարձնել այնտեղ, եթե ընթերցում են միայն վերնագրով չեն կողմնորոշվում, բովանդակությունն են ընթերցում, հասկանալ, թե այս նյութում մեջբերված կամ հղում արված հեղինակները, աղբյուրները ովքեր են։ Իրականում աղբյուրների հետքերով գնալով բացահայտվում է, որ տվյալ հղումները, տվյալ լրագրողները, որոնց անունները շեշտվում է, եղել են դեպքեր, նույնիսկ նման լրագրող գոյություն չի ունեցել կամ նման կազմակերպություն գոյություն չի ունեցել, բայց մեծամասամբ փորձը ցույց է տալիս, որ այո, կա այդպիսի լրագրող, այո, կա այդպիսի կազմակերպություն, բայց հետքերը տանում են մեկ տեղ, մեկ երկիր կամ մեկ տեղից գեներացված նյութ է դա։ Այսինքն որոշակի կարելի է սրանով կողմնորոշվել, որ բայց հավատացած եմ այն հեղինակները վերջին շրջանում, օրինակ ձեր թվարկած հոդվածներում են եղել հեղինակներ, որոնց անունները նույնիսկ հասարակ քաղաքացու մոտ կարող էին հարցեր առաջացնել։ Չէ, դրա համար էլ այդ մարդկանց անունը չեն նշում, հեղինակի անունը նշվել է, օրինակ եղել է հարևան երկրից լրագրող եւ կարծում եմ ժողովուրդը այդ նման անուն ազգանունների դեպքում որ հնչում է անպայման ինքը իր մոտ հարցեր է առաջացնում ու հենց այդ անուն ազգանունները կասկածներ են առաջացնում ու համոզված եմ որ շատ դեպքերում եթե ընթերցում են նյութը, ապա վերապահումներով կմոտենան, որովհետև այնտեղ անազգանուններ կան, որոնք համենայն դեպս այդքան միանշանակ ժողովուրդը կամ հասարակ քաղաքացին չի ընդունի, բայց էլի ես համոզված եմ, որ շատ դեպքերում վերնագիրն է աշխատում, երբեմն նաև արհեստական գեներացված նկարները, որոնք վերնագրով մարդկանց խաբել արդեն այնքան սովորական է դառել, որ արդեն ես չգիտեմ, ես արդեն հոգնել եմ այդ թեման քննարկելուց, տասնամյակի արդեն մոտավորապես բանում են, որ վերնագիրը կարդում ես, մտնում ես, տեսնում ես ընդհանրապես կապ չունի, բայց զատո այնտեղ քլիքը ապահովեց, որովհետև հետո գովազդատուին կամ պատվիրատուին պետք է ներկայացնի, ասես տեսեք, այսքան նայել են եւ այլն։ Այդ արդեն այնքան հին հնարք է, որ բայց աշխատում է։ Հա, աշխատում է, նկատի ունեմ անիմաստ է դրա հետ կամ կռիվ տալ, այդ հողմահացների հետ կռիվ տալու պես մի բան է, որովհետև այստեղ ավելի շատ մենք փորձում ենք հասկանալ բովանդակության հետ ինչ անենք, որովհետև լավ հետնել անեցած վերնագրի, բայց բովանդակությունն է ամենակարևորը, թե բովանդակությունը եթե մարդ կարդում է, վերջերս հոգեբաններից մեկին է ասում էր, եթե դուք վատ բան եք ուտում, հանկարծ բան մի արեք, հա, ինքը օրգանիզմից դուրս է գալիս, բայց եթե ինչ-որ վատ բան կարդում եք կամ լսում եք, միշտ հիշեք, դա երբեք գլխից դուրս չի գալիս, երբեք, ոչ ոքի, ոչին, ոչ ձեր, ոչ էլ այն մարդկանց, որ հիմա մտածում են, այս մարդիկ հիմա այնտեղ նստած ինչից են խոսում։
Ես իմ խոսքում նշեցի այդ ամբողջ հասարակության պատասխանատվությամբ մոտենալու սկզբունքի մասին, առհասարակ երբ ուսումնասիրում ես միջազգային փորձը, հիմնական շեշտը whole of society approach-ի վրա է, այսինքն պետք է բոլորը եւ ԶԼՄ-ները եւ հասարակ քաղաքացիները եւ ինտելեկտուալ դասի ներկայացուցիչները, եթե կարող ենք այդպես ձևակերպել, եւ փաստերի ստուգման հարթակները եւ պետական գերատեսչությունները պետք է բոլորի նպատակը մեկը լինի, ունենալ հնարավորինս մաքուր տեղեկատվական միջավայր, որովհետև աղտոտվածությունը վնասում է բոլորին եւ չկա մեկը, որը կարող է դրանից երկարաժամկետ առումով օգուտներ ստանալ։ Այսինքն կարճաժամկետ հնարավոր է ունենալ որոշակի նպատակներ լուծել դրանք, բայց երկարաժամկետ առումով միշտ արդյունքը լինելու է բացասական եւ ազդի հանրության եւ երկրի պետության վրա։ Մենք խոսեցինք նաեւ արտաքին տեղեկատվական հարձակումների մասին, երբ ուսումնասիրում ենք դրանց հետագիծը, համակարգված բնույթը, այն մեթոդները, որոնք օգտագործվում են դրանք տարածելու համար, տեսնում ենք, որ մի ուղղությունն էլ մի թիրախնել, ոչ թե հենց հասարակությունն է ներքին Հայաստանի, այլ նաև մեր երկրի արտաքին քաղաքական վարկանիշը, արտաքին քաղաքական իմիջը, որը վերականգնելու համար եւս երկարատև ջանքեր են պահանջում, այսինքն տարիներ է անհրաժեշտ, որպեսզի այդ հետևանքները կարողանաս վերացնել եւ այդ առումով է կարևոր զգոն լինել եւ այդ հերքումները, եթե լինում են նաեւ հետեւել դրանց, փորձել համադրել այլ աղբյուրների հետ, գտնել սեփական ուղին այդ դրա դեմ պայքարելու։ Իսկ մյուս հարցը, որին դուք անդրադարձաք, այո, ցավալիորեն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ցանկացած ապատարկատվական նյութ ավելի արագ է տարածվում լայն լսարանին հասնում է, քան դրա հերքումը, հա, եւ ինչպես պետք է պայքարել դրա դեմ։ Թեմաներ կան, որ տարիներ շարունակ շրջանառվում են, ինչ որ օրինակ ինչ որ թեմակար կապված բիոլաբորատորիաների հետ կապված 5-6 տարի անդադ փաստերի ստուգման հարցակները անդրադարձել են, դրան հերքումներ են եղել, բայց պատտվում եւ նորից ինչ որ մի միջազգային լրատվակայքում ոչ հայտնի ցակման կամ հայտնի ցակման նորից այդ թեման շրջանառվում է եւ տեսնում ենք, որ պատկերը գալիս է բավական հայտնի շրջանակից։ Գործիքներից մեկն է վնասելու պարզապես երկրին եւ հասարակությանը։ Մի կարևոր բան էլ կա, մասնագիտական բարեխղճության մասով որ ասացիք, կարծես թե հեծանիվ հնարած չենք լինի, եթե ասենք օրինակ նման բնույթի տեղեկատվության հանդիպելիս մեր գործունեության մեջ առաջին հերթին կարևոր է գտնել սկզբնաղբյուրը։ Երբեմն նման նյութերը շատ տարածված չեն լինում։ Մեր գործունեության ընթացքում, եթե մենք առանց պարզելու հետևենք այդ նյութի հետագծին, ապա կտեսնենք, որ դա դեռևս լայն տարածված չէ եւ մեր մեջ պետք է, կարծում եմ, այսպիսի հարց առաջանա, արդյոք պետք է այս նյութը տարածել, թե ոչ։ Արդյոք այս նյութը մենք տարածելով չենք նպաստելու ապատեղեկատվության տարածմանը։ Այստեղ մի նրբություն կա, համաձայն լինելու։ Օրինակ Telegram-յան ալիքում անհայտ ցանկման հանդիպել ենք ինչ որ տեղեկատվության։ Բնականաբար նորություն չէ, որ Telegram-յան ալիքներից կամ X միկրոբլոգից են շատ նյութեր տարածում, գտնում եւ այլն։ Եվ դա հասնում է իր պիկին, այնուհետև հայտնվում կայքերում, լրատվամիջոցներում, հայաստանյան դաշտ է տեղափոխվում միջազգային այդ Telegram-յան ալիքներից եւ այլն։ Բայց օրինակ մենք հետևում ենք ինչ որ Telegram-ում կան եւ մեզ որպես գովազ բերում է X նյութ, որը դեռ լայն տարածված չէ։ Ինչ անել այդ դեպքում։ Այստեղ ամփոփելով որոշակի իմաստով, տես, այդ իմաստով ոչ ոք անմեղ չի, ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը, ոչ էլ իրեն նեյտրալ հրավիրած, որովհետև ըստ էության այդ կիսումները գնում են ըստ քաղաքական նպատակահարմարության, այսինքն եթե ես ասենք օրինակ պրոիշխանական եմ եւ եթե այդ գրառումը կամ տեղեկատվությունը ինքան դեմ ասենք ընդդիմության կամ ինչ որ հատվածի է, ես դա կիսվում եմ, առանց մտածելու, համապատասխանում է իրականությանը ու հակառակ պատկերն է։ Այստեղ ուրիշ խնդիր կա։
Էլի այդ համաձայն լինելով պիտի ասեմ, ես ինձ ինտելեկտուալ շատ մարդ չեմ համարում, լավ, այսպես ասեմ, կիսաինտելեկտուալ։ Բայց որպես կիսաինտելեկտուալ մի տերմին օգտագործում, որը միջազգային հիմա պրակտիկայում շատ է օգտագործվում, watchdogs։ Այդ հետևող շուն, եթե հայերեն ուղիղ թարգմանենք, գիտեք, ինչ որ մի պահ է գալիս, որ մարդիկ, որոնք կամավոր ստանձնել են այդ watchdog լինել, այդ հետևող շուն լինել, ինչքան էլ իրենք ինտելեկտուալ են, սրտացավ են, իրենք էլ են հոգնում, որովհետև այս տեղեկատվական այս աղմուկի մեջ անընդհատ ներգրավված լինել այդ ամենի մեջ, դա ըստ էության անում է խելագարություն, որովհետև մարդիկ, հա, սովորական բանական մարդիկ, ես ինձ այդպեսին գոնե համարում եմ, այդտեղ համարում եմ, որ ասում եմ, լավ, ես կխելագարվեմ, լավ, ինչքան կարելի է նույն բանը բացատրել մարդկանց, ասել այսպես չի, այնպես չի։ Դրա համար ես ուղղակի հիմա այսօր ձեր թույլտվությամբ հաղորդումը կամփոփեմ մի եզրահանգման, որին հանգել եմ ժամանակին ինքս, բայց ինքը հետո ստուգել եմ աշխատող է, հարգելի ռադիոլսողներ, հետևորդներ Հայաստանի Հանրապետության եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Ցանկացած տեղեկատվություն, որը կարդալիս ձեզ մոտ առաջանում է բուրըն էմոցիա, անպայման այդ ինֆորմացիան ստուգեք։ Ամենայն հավանականությամբ 98% հավանականությամբ այդ տեղեկատվությունը կեղծ է։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր ինձ հետ զրուցում էին, ես հաճույք ստացա այդ զրույցից, հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի փորձագետ Էլի Հարությունյանը եւ Armenpress գործակալության թղթակից Վան Նովիկովը, հիշեցնեմ կրկին ես Լևոն Սարդարյանը, կհանդիպենք մեկ շաբաթից Էլի հանրային ռադիոյի եթերով եւ Էլի կքննարկենք մեր մեդիա դաշտի խնդիրները եւ ինչու՞ չէ նաեւ առավելությունները։ Հաջողություն։